Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սյունիքի թրիփը Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղին Երևանը հույս ունի, թե պետք է նպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Արտգործնախարարության խոսնակը Փեսբլուին տված հարցազրույցում շեշտում է ոչ միայն մեկ հատվածով, այլ ընդհանուր, հստակեցնում է Անի Բադալյանը, խոսքը միայն Հայաստանի, Ադրբեջանի կամ Հարավային Կովկասի մասին չէ, սա կարող է լինել ավելի մեծ, միջին միջանցքի եւ այլ նախագծերի մի մասը, որոնք այսյան կկապեն Եվրասիային եւ հակառակը։ Հայաստանում իրականացվող ցանկացած կապի նախագիծ մնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո, սա մեզ համար շատ կարևոր է։ Մենք կքննարկենք այլ տեխնիկական մանրամասներ, կորոշենք, թե ինչպես է գործարկվում, բայց դա կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Բաքվում ապօրինաբար բանտարկված հայերի, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման համար ըստ մեր երկրի գլխավոր դիվանագիտական կառույցի ներկայացուցչի ընթանում են բանակցություններ, առաջին հերթին տետատետ հենց ադրբեջանական իշխանությունների հետ։ Մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց դա նշանակում է, որ այն կարող է նպաստել նաև մարդասիրական հարցերի լուծմանը։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ եւ մենք Ադրբեջանի հետ փնտրում ենք դրական լուծումներ։ Կան անհետ կորած անձանց հարցեր։ Այս մարդասիրական հարցերն ավելի լայն պատկերի մաս են կազմում եւ իհարկե կարող են ամրապնդել մեր կողմից հաստատված խաղաղությունը։ Միևնույն ժամանակ իրավապաշտպան համայնքում այն համոզմունքն ունեն, որ այսպես կոչված հայ-ադրբեջանական հաստատված խաղաղության հիմք հանդիսացող Վաշինգտոնյան փաստաթղթում հայկական կողմը լուրջ հնարավորություն է բաց թողել, չպարտադրելով, որ այնտեղ ամրագրեն գերիների, առանց նախապայմանների եւ վերապահումների ազատ արձակման դրույթը։ Հիմա այսպես պնդում են, առանց մարդասիրական այս հարցերի կոնկրետ հասցեագրման որևէ խաղաղություն չի կարող նույնիսկ կարճաժամկետ լինել։ Խաղաղության համաձայնագիրը, այստեղ մենք ունենք կրկին լուրջ մտահոգություն եւ քննադատություն, քանի որ այն չի պարունակում որևէ դրույթ, որը նախ կկարգավորեր գերիների անհապաղ վերադարձը, որը թեև Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված է, բայց ոչ մեկ չի խանգարում, որպեսզի լրացուցիչ ավելի հստակ երաշխիքներով այդ հարցը կարգավորվեր։ Իդեպ, ինչ վերաբերում է Իրանի հետ Հայաստանի սահմանին, բարեկություն իրականացնող ռուս զինվորներին, Փեսբլուի թղթակիցն ուղիղ հարցնում է արտգործնախարարության խոսնակին, արդյոք խաղաղության համաձայնագիրը նշանակում է, որ ռուս զինվորները կհեռանան սահմանից, եւ ըստ Անի Բադալյանի այս հարցը Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրով է կարգավորվում, ուստի նախաստորագրված խաղաղությանը չի վերաբերում։ Սուրեն Պապիկյանը ընդունել է Ֆրանսիայի արտակարգ էբլիազոր դեսպան Օլիվիե Դկոտնիին, հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Հայաստան-Ֆրանսիա գործակցությանը եւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք օրակարգային կարևոր հարցեր։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորելով ֆրանսիացի գործընկերոջ Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ նշել է, որ անհամբեր սպասում է արդյունավետ երկխոսության շարունակությանը եւ ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքներին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում հիփոթեքային վարկերի տոկոսների վճարումից վերադարձվել է 70 միլիարդ 2 միլիոն դրամ եկամտային հարկ, ինչը գերազանցում է 2024-ի ամբողջ տարվա 68 միլիարդ 7 միլիոն դրամը։ Այս ցուցանիշը նաև 2018 թվականի ամբողջ տարվա նույն ցուցանիշից 65.5 միլիարդ դրամով կամ 1399% ավելի է։ Այս տարի ծրագրից օգտվում է 62139 քաղաքացի, ինչը 2018-ի համեմատ ավելացել է 1445%-ով։ Կառուցված կամ կառուցվող բնակարանների թիվը նույնպես մեծացել է, հասնելով 46056-ի, ինչը 2018-ի ցուցանիշից 1714%-ով բարձր է։ Այն քաղաքացիները, որոնք պետական եկամուտների կոմիտեում տեսանելի տեղեկությունից բացի այլ եկամուտ չունեն, կարող են նույնիսկ մուտք չգործել եկամուտների հայտարարագրման համակարգ։ Քաղաքացու հայտարարագիրը կհամարվի ինքնաշխատ լրացված, ՊԵԿ-ի լրացրած տվյալների հիման վրա։ Իշխանական թևը հիմնավորում է, թե նոր նախագիծը նպատակ ունի էապես պարզեցնել եկամուտների հայտարարագրման համակարգն ու գործընթացը։ Այս ֆունկցիան արվում է մարդկանց կյանքը ավելի հեշտացնելու համար։ Եվ եւս մի կարևոր դրույթ, փաստորեն մենք պատժիչ տրամաբանությունից ասում ենք մոտիվացիոն տրամաբանությանը, քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն կրթության եւ առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի եւ
գոնե կհաստատի այդ հայտարարագիրը։ Շին հրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպքում այն ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա։ Այս մասին հայտարարել է Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ։ Մեր գործընկերները այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շին հրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին, այսինքն ուղղակիորեն արձանագրությունները այս հարցով ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա եւ ուզում եմ հատուկ շեշտել հենց այս պահից սկսած, որ դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա եւ համապատասխան վերաբերմունքը ինչպիսին կառուցապատողները կցուցաբերեն ավականու որոշման նկատմամբ մասնավորապես ցանցերով եւ համապատասխան կահավորման մասով համապատասխան վերաբերմունք էլ ավականին կցուցաբերի կառուցապատողների նկատմամբ, այսինքն նույն չափով եւ համարժեքորեն։ Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը առաջիկա 10 տարիներին պլանավորում է $500 միլիոն ներդրում իրականացնել Երևանի Զվարթնոց օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար։ Վերջին 2 տարիների ընթացքում Երևանի օդանավակայանի ուղևորահոսքի աճը կանխատեսվածից ավելի է եղել, հասնելով տարեկան ավելի քան 5.5 միլիոնի։ Տերմինալը կառուցված է եղել տարեկան 3-ից 4 միլիոն ուղևորի սպասարկման համար, ուստի հիմա գործող հզորությունները արդեն բավարար չեն եւ ընդլայնումը այս պայմաններում կարևոր է։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն։ Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը, նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Հիշեցնենք, ավելի վաղ շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։ Նախարարությունը հիշեցնում է, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան եւ գտնվում է պետական պահպանության ներքո։ Քննչական գործողություններ են սկսվել Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքի վերաբերյալ։ Քննչական Կոմիտեից հայտնում են, որ սպանության մեղադրյալը մատնանշել է այն տարածքը, որտեղ համաձայն իր ցուցմունքի սովորել է կրակել։ Մասնավորապես հատուկ գործողություններն իրականացրել է Մերձավանի գերեզմանատանը, որտեղ ուղարկավորված է համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանը։ Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցման աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Այս մասին սոցցանցի էջում գրել է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Վրաստան-Թուրքիա սահմանին հազարավոր հայկական կեղծ անձնագրերի հայտնաբերման մասին լուրերը, որոնք իբր նախատեսված էին վրացական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, հերքում է ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության խոսնակը հայտարարել է մշտապես կապի մեջ են Վրաստանի իրավապահ գործընկերների հետ եւ նրանք որևէ նման դեպք չեն արձանագրել։ Նախորդ տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով։ Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910, որը 2023 թվականի համեմատ նվազել է 892-ով կամ 31.8%-ով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը կանադայից ժամանած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հանդիսանում է հիվանդացության եւ հոսպիտալացման հիմնական պատճառներից մեկը։ Նախարարությունը հորդորում է, որ գրիպով չհիվանդանալու եւ դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է, որը կանխում է բարդություններն ու պաշտպանում ինչպես երեխաներին, այնպես էլ ընտանիքի մյուս անդամներին։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների հետ միաժամանակ կամ որևէ ընդմիջումով։ Սիդնեյում զանգվածային կրակոցների հետևանքով 20 մարդ է վիրավորվել, ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, ձերբակալվել է 60-ամյա տղամարդ, ով հետագայում նույնականացվել է որպես տաքսու վարորդ։ Վերջինս կրակոցներ է արձակել ավտոմեքենաների, այդ թվում ոստիկանական, ինչպես նաև բնակելի տների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով 1 մարդ է զոհվել։
Google-ը մտադիր է $4 միլիարդ ներդրում անել Արկանզաս նահանգում տվյալների մշակման կենտրոնի կառուցման, ինչպես նաև ամպային եւ արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծման համար։ Ըստ Google-ի հաղորդագրության, կառուցվելիք տվյալների կենտրոնը կլինի ընկերության առաջին նման կենտրոնը Արկանզասում։ Ներդրումները նախատեսված են մինչև 2027 թվականի ավարտը։ Ծրագիրը ներառում է նաև նահանգի էներգետիկ համակարգի կայունության բարձրացման միջոցառումներ։ Ամերիկյան Տեսլա ընկերությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում էլեկտրական ավտոմեքենաների մատակարարումները ավելացրել է 7.4%-ով հասցնելով ռեկորդային 497,099 միավորի։ Այս տարվա սկզբից Տեսլայի շուկայական արժեքը աճել է 14%-ով։ Հոկտեմբերի 6-ին Մայրաքաղաքում Արմենակյան փողոցում գործող հյուրանոցի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել։ Ժամանել են Երևանի շրջփրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահումն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Տեղում են Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու, որից հետո նրանցից 2-ին տեղափոխել են հիվանդանոց։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի բարեկները, Գազպրոմ Արմենիա Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։ Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետևանք չէ, քանի որ տարածքը գազաֆիկացված չէ։ Ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները։ Ի դեպ նկուղային հարկում կուտակված են եղել գորգեր ու ներքնակներ։ Քանի հոգու եք տարհանել։ 2 հոգի վատացել եմ նա։ Դե կարել է, բայց մի քանի հոգու տարհանել եք, էլի։ Հոկտեմբերի 5-ին Մասիսի վարչական տարածքում բախվել են 61-ամյա Հայրապետի Մերսեդեսը, 67-ամյա Մուշեղի Շկոդան եւ 28-ամյա Նարեկի Կիան։ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիս բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարության Մասիսի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու այս պահին տեղում իրականացնում են հերթապահություն։ Հոկտեմբերի 5-ին Մոնթեմելքոնյան փողոցում 18-ամյա Համլետը Նիսանով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, հայտնվել մայթին։ Վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Հավաքվածների խոսքով վթարի մեղավորը եղել է Օփելը, որի վարորդը վթարային վիճակ է ստեղծել, հետո դիմել փախուստի։ Այս մեքենան ա կտրել։ Օփելա։ Որտեղից եկել ասինք Օփելը։ Եկել է այնտեղից, սրտից դեմը կտրել է ու փախել է։ Մարդիկ ասում են լարեցինք հետևից, որ գնա մարդուն օգնի արա, ուղևորը գետնին պարկակա, ասում է վռազան գնում։ Հոկտեմբերի 4-ին Երևան Մեղրի ճանապարհին բախվել են խնձորով բարձված Ford Transit-ն ու Բեռնատարը, Ford-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Արարատ բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Տեղում են փրկարար ծառայության Արարատի փրկարարները, չէ, Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Կարնի հացավան ճանապարհին 77-ամյա Գրիշան Միցուբիշիով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները։ Հոկտեմբերի 3-ին Ազատության պողոտա Բաբայան փողոց Խաչմերուկում Ֆորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Մայթեզրի երկաթե ճաղերին, կոտրել Խաչմերուկում տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել ծառին, կոտրել երկաթե սյունն ու հայտնվել Մայթին, կանգառի մոտ։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահումն ու փրկարարության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածին վարորդի ինքնազգացողությունն է վատացել։
Եվ մայրաքաղաքում շարունակվում են ճանապարհների գծանշումները Արցախի պողոտայում մի քանի ժամ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով երթևեկությունը դադարեցվել էր, իսկ գծանշում ընկերության աշխատակիցները գծանշումներ էին կատարում ու վստահեցնում ներկը որակյալ է, դրանք արագ չեն մաքրվելու։ Մնում է ներկը որակով լինի, որովհետև շատ դեպքերում գծանշումներն անում են շաբաթներ հետո հետքը չի երևում ներկի։ Գծանշումը անողները ասում էին, որ բավականին որակով ներկա, ահագին ոնց որ ժողովուրդն ասում յոլա կտանի։ Լոռու մարզում հոկտեմբերի 4-ին սպանություն է տեղի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների մի քաղաքացի դանակահարված քաղաքացիական մեքենայով տեղափոխվել էր Տաշիր բժշկական կենտրոն։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը բաժնի պետի գլխավորությամբ, սակայն բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Իրավապահներն էլ կարճ ժամանակում պարզեցին, որ մահացած Արցախի հանրապետության 18-ամյա քաղաքացի Տիգրանն էր։ Իմ տեղեկություններով սպանվածը եւ նրան դանակի մեկ կամ մի քանի հարված հակասական տեղեկություններ ունեն, բայց որ կասկածյալը սպանություն կատարելու կասկածյալը տեղահանված են եղել Արցախից, երկուսն էլ Արցախի հանրապետությունում են ծնվել եւ այստեղ են ապրել Տաշիր քաղաքում։ Ըստ տեղեկությունների դանակահարության մեջ կասկածվում է դարձյալ Արցախի հանրապետության քաղաքացի 17-ամյա Ռազմիկը։ Հոկտեմբերի 5-ն է Տաշիր քաղաքի Արցախի փողոցի տներից մեկում ենք, որտեղ արդեն մի քանի ժամ է Տաշիրի համայնքային ոստիկանները, Լոռու մարզի գումարտակի պարեկներն ու քրեական ոստիկանները Լոռու մարզի ծառայություն են կատարում ուժեղացված, կարելի ասել հսկում են նշված տունը եւ այս տունը ըստ նախնական տեղեկությունների պատկանում է կասկածյալին, ում այս պահին դեռ չեն հայտնաբերել, փնտրում են։ Ի դեպ Տաշիրից Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա մարտիկը։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական բարույթ։